Վերադարձանք, մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ։ Ես ասում եմ, չէ, որ այսօր լավ օր է սպասվում մեզ։ Գիտեք ինչի, որովհետև հիմա խոհանոցային հատվածն է մեր թողարկման, իսկ Անուշը, ինչպես մենք նշեցինք, այսօր ունի հյուր։ Նախ մենք ասում ենք բարի լույս։ Բարի լույս։ Խնդրեմ Անուշ ներկայացրու մեր գեղեցկուհուն։ Այսօր իմ հյուրն է Լիդա Հերոյանը, ով կպատրաստի շատ հետաքրքիր նախաճաշ եւ մի փոքրիկ աղցան կմատուցենք մեկ ափսեով։ Շատ համեղ։ Եվ ամենակարևորը շատ հասարակ բաղադրիչներից ստանալու ենք հետաքրքիր եւ օգտակար բաղադրատոմս։ Շատ հագեցնող նախաճաշը։ Ինչ է անհրաժեշտ մեզ այդ ամենը ստանալու համար։ Առողջ բաղադրիչներ։ Մենք ընթացքում նկատնաշոր, պանիր, ձու, լավաշ։ Դա արդեն կլինի, դա կդառնա կատնաշորով փաթաթուկ, որ հիմա դու կսկսես պատրաստել, իսկ ես եգիպտացորենով, վարունգով եւ միքս աղցանով կպատրաստեմ ուղղակի տենց փոքրիկ աղցան, որը կլինի մեր փաթաթուկների կողքին դրված, բայց ասեմ, որ Լիդան դատարկաձեռն չի եկել եւ վաղ առավոտյան պատրաստել է ձեզ համար բրաունի տեսակի շատ համեղ շոկոլադե թխվածք եւ հիմա ես մինչև դուք զարմանաք եւ հիանաք։ Ես ասում եմ, որ իդեալական առավոտ եմ մեզ սպասվում։ Ես պատառաքաղը դնեմ, համոզված եմ շատ Երբ երջանիկ եմ սովորաբար լուռ եմ։ Եվ հիմա ձեզ հյուրասիրենք։ Շնորհակալ ենք շատ։ Կհամտեսեք։ Անպայման։ Մենք կպատրաստենք։ Մենք դա իրականացնենք հենց հիմա։ Ես արդեն սկսել եմ Անուշ ջան, կատնաշորը լցրեցի, հիմա պանիրն եմ քերում։ Շատ լավ, ես էլ այդ ընթացքում միքս աղցանի որոշ տերևներ, քանի որ մի քիչ մեծ են, կարող ենք մանրեցնել, նոր ավելացնենք մեր ափսեի մեջ։ Ֆանտաստիկ է ուղղակի։ Ինձ թվում է այսա կփշաքաղվեմ։ Բրաունին համեմատում են շատ կնոջ հետ, համեղ է։ գիտեիք։ Ինչ էր։ Բրաունին նման է կնոջը։ Արտաքինից չոր, բայց ներսից փափուկ։ Օ, հետաքրքիր էր, չէի լսել։ 15-ով 0 արես Լիդիան բոլորը։ Վերջերս այգեհովիտում էինք, մի այգեհովիտից մի տղա ասաց, որ մեր մոտ, գիտեք սիրուն աղջկան ինչպես են ասում, ինչպես մեկ գիշերում մի քշերում դուս եկած ծնև հակ լինես։ Ես տեսել եմ շատ լավ։ Շատ հետաքրքիր է։ Հիմա Լիդայի տարբերակն էլ շատ հետաքրքիր էր, որ բրաունիի հետ ինչպես են համեմատում։ Շատ համեղ է։ Անհավանական։ Ինչ կա, դակալ։ Ես կերել եմ երևի հանրապետության հավանական եւ անհավանական բոլոր բրաունիները բոլոր սրճարանների։ Սկսել շատ համեղ է, չէ՞։ Բայց չեմ հասկանում մեր տաղավարից էլ է, թե Լիդայից է միայն։ Շատ ուրախ եմ, որ հավանեցիք։ Ինչ որ գաղտնիք կա։ Գաղտնիք ընդհանրապես չկա։ Սեր ջերմություն։ Այո, ամեն ինչի մեջ։ Դա ամենակարևոր բաղադրիչն է։ Այո։ Հիմա մենք միքս աղցանին ավելացրեցինք եգիպտացորեն եւ այստեղ նաեւ կավելացնենք վարունգ։ Կտրում ենք ուղակի այսպես կիսալուսնաձև, չէ՞ Լիդա։ Այո։ Շատ փոքր չլինի։ Լիդան ֆուդ բլոգեր է եւ շատ հետաքրքիր բաղադրատոմսեր է առաջարկում։ Իդե բրաունի բաղադրատոմսը կա։ Չէ, ես քաղցր այդքան հաճախ չեմ կիսում քաղցրերով, բայց այս աղցանինը ունեք։ Այս աղցանինը այո։ Ես վերջերս եմ բացահայտել այս աղցանը։ Եվ շատ են սիրում ձեր երեխաները։ Ավելի շատ ամուսինս է սիրում։ Երեխաները այդքան էլ չէ։ Զուտ, որովհետև իրանց համար մի քիչ այդքան էլ պրիմիտիվ չի ուտեսներ էլի։ Պարզ է։ Վարունգը կտրենք եւ հետո ավելացնենք ֆետա պանիրը, իրականում ընդամենը ֆետա պանիր, եգիպտացորեն եւ միքս աղցան, որը կարող են նաեւ ուղակի օրինակ ռուկոլայով փոխարինել կամ հազարի տերևներով։ Եվ ստանալ նույն համի աղցանը։ Ու ավելացնելու ենք մայոնեզ, կարող եք նաև թթվասեր, եթե կցանկանաք։ Ավելի առողջարարի համար կարող եք հունական յոգուրտ ավելացնել, բայց եկեք ընդունենք, որ մայոնեզը ավելի իհարկե, համեղ է, պես ավելի համեղ է, եւ քանի որ մայոնեզը աղի է, եգիպտացորենն էլ քաղցրություն ավելի շատ ունի, բայց ֆետա պանիրը աղի է, մենք աղ չենք ավելացնի այստեղ։
Անուշ ջան։ Ինչ եղավ։ Հիմա մենք պետք է կարակով եւ մի փոքր ձիթապտղի ձեթով եւ մի փոքր կարակով պատրաստենք էս։ Մենք ինչն ենք հիմա տապակելու։ Ես հիմա Փաթաթուկները, թե՞։ փաթաթուկներ եմ պատրաստում եւ մի փոքր արևածաղկի յուղ կամ ձիթապտղի յուղ ավելացնենք, որպեսզի քանի որ թավան շատ տաք էր, հուշեց, որ կարակը եւ ձիթապտուղը միասին չի սևանում, ասեցի։ Այո, թույլ չի տալիս, որպեսզի Կարակը սևանա, չէ՞։ այրվի, այո։ Դա խոհարարներն էին սովորեցրել եւ արդեն տանը ես միշտ այդպես եմ պատրաստում։ Ես ինչքան հիշում եմ, ես քեզ ասեցի Անուշ դրա մասին, թե չէ։ Չէ, ես չեմ ասել իհարկե։ Ու այսօր Այո, գլուխս բավականաչափ խելացի բաներ ես ասում։ մի փոքր գլուխս գովացի, բայց չանցավ իշխոս, ոչինչ։ Հիմա ֆետա պանիրն ուղղակի կարող ենք այսպես փշրել։ Մեր առաջին ռուլետը գնաց։ Շատ արագ պատրաստվող, համեղ եւ շատ իսկապես օգտակար, որովհետեւ եթե օրինակ կատնաշոռը երեխաները չեն ուտում, սովորական խառնած թեկուզ թթվասերով, կարող են գոնե այսպես պատրաստել եւ երեխաները համեղ կուտեն չհասկանալով թե ինչ է այնտեղ։ Մենք մամաներս այնքան տենց գաղտնիքներ ունենք, որ երեխան սող գազար չի ուտում, չիմանալով իբր չի ուտում, էլի։ Ուտում է չիմանալով, որ մեր դրա մեջ կար ինչ որ իրա չսիրած բաղադրիչները։ Օպա։ Ամբողջ ավելացնենք, պանիրը քիչ չի լինում, չէ, հաստատ։ Չէ, պանիրը մանավ, հատկապես ֆետան միանշանակ շատ լավ համատալես։ Ամեն ինչի մեջ պանիրը շատ արեք, հա։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր պանիր չեն ուտում։ Ես չեմ էլ սիրում այդ, չէ, մարդիկան, որ իմ ընկերները շրջապատում իհարկե չեն ուտում, բայց ինչ մեծ բան Չեն են ուտում կորցնում։ առողջական նկատառումներ Չէ, պարզապես չեն ուտում։ ընդհանրապես, չեն սիրում կատնամթերք։ Չկա, չեն սիրում։ Վատ մարդ կարելի ասել, չէ։ Չարաղվես։ Չարաղվես, այո։ Ահա, եւ հիմա մի լավ խառնենք ու ավելացնենք նաեւ մայոնեզը, կարող ենք կարևորը չայրվեց, Հասցրեցի, արդեն 5 պակասի։ Լիդա ամենաօգտակար ու ամենաշատ սիրված բաղադրատոմսը որն է, որ օրինակ ձեր ընտանիքի անդամները սիրում են։ Բանջարեղենային ռագու։ Ռագու։ Այդ այնց ձեր ասացի պես ինքը շատ առողջարար է։ Երեխաները ճիշտ է ուտում են բլենդած, որ չիմանան մեջի ինչ կա։ Հարած վիճակում։ Հարած Դրա համար վիճակում։ չգիտեն թե որքան բանջարեղեն է այնտեղ չէ տեղավորված։ Բայց կարևորը համ առողջարար է, համ էլ շատ համեղ։ Անուշ, իսկ մենք հնարավորություն կունենանք մի օր այստեղ պատրաստել ռատատույ։ Թե չենք կարող։ Ռատատույ շատ երկար է Երկար է, չէ։ պատրաստվում։ Շատ։ Դա կարող է մի օր ուղղակի պատրաստել, բերել հյուրասիրել։ Շատ համեղ է։ Որովհետև իսկապես դա երկար, պետք է միայն ջեռոցում մոտավորապես մի ժամ մնում է, եթե ոչ ավելի։ Ահա, մենք ավարտեցինք աղցանը եւ հիմա ընդամենը 1 ափսեով կմատուցենք մեր այսօրվա նախաճաշը։ Սա կդնենք ափսեի կողքին, իսկ փաթաթուկները մյուս եզրին։ Ես այստեղ մի անգամից դնում եմ։ Այո։ Այսպես։ Եվ կլինի հագեցնող նախաճաշ։ Ինչու՞ չէ նաև եթե չեք նախաճաշել, կարող եք ճաշին այսպես արագ պատրաստել եւ համեղ ուտել։ Բայց Լիդա էգոիստ մի գտնվեք եւ այս բրաունի բաղադրատոմսը կիսվեք ձեր Instagram-ը։ Ճիշտն ասած, այս բաղադրատոմսը ուրիշ բլոգերի մոտ եմ տեսել։ Ամեն դեպքում դուք պատրաստել եք, հավանել եք եւ Դե ձեր պատրաստածն ենք մենք հիմա համտեսել եւ ֆանտաստիկ Պահպանելով էր ուղղակի։ հեղինակային իրավունքները եւ չխախտելով աշխարհում ոչինչ, Այո։ որովհետեւ
Այն ինչ համեղ է, դա համամարտկային զգացողություն է։ Կարելի արդեն։ անջատել։ Բայց ես որ քաղցր չեմ սիրում, օրինակ սա ինձ շատ դուր եկավ։ Դու քաղցր չես Ես սիրում։ քաղցր չեմ սիրում, ես քաղցր բառը նույնիսկ չեմ կարող գրել, այդքան հերոյ եմ։ Շատ կարմրած ցուշիկ։ Շատ լավ, շատ լավ։ Իսկապես։ Հիասքանչ, շնորհակալ ենք Լիդա, շատ կարծում եմ մեր հեռուստադիտողներն այսօր անպայման կպատրաստեն, եթե ոչ այսօր, գոնե վաղը։ Նախաճաշին կամ ճաշին։ Շնորհակալություն համ այս գեղեցիկ համեղագույն բրաունի համար, համ էլ այս նախաճաշի համար։ Դուք էլի եկեք, էլի եկեք մեզ մոտ։ Շատ անուշ հոտ է գալիս, շատ համեղ է ամեն ինչ։ Շնորհակալություն Լիդա, շնորհակալություն Անուշ։ Մենք տեղափոխվում ենք Խոհանոց, իսկ ձեզ սիրելի հեռուստադիտողներ առաջարկում ենք վայելել երաժշտություն ու վերադառնալ մեզ մոտ։